Ողջույն բոլորիդ, բարի ուշ երեկո, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, մի քանի խոսք դիաս այսօր, կխնդրեմ միացողներին ամիջապես տարածել եւ ուրեմն մի քանի խոսքով այսօր ընդամենը կամփոփենք մեր ընդհանուր այս գործը, որը որ երկար ժամանակ անում ենք այս հարթակը օգտագործելով մեր ժողովրդին ճշմարտությունը եւ իրականությունը ներկայացնելու, բացատրականներ տալու, որպեսզի մարդիկ սկսեն արդեն ոչ միայն մտածել, այլ նաեւ սկսեն գործել, որտեղ մտածելը ճիշտ նահատականներ հնչեցնելը շատ բան է, բայց նաեւ ժամանակը գալիս է, երբ պիտի արդեն սկսես գործել։ Ուրեմն կարճ աղոթքով կբացենք եւ ասեցի մի քանի խոսքով այսօր պիտի սահմանափակվենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Ըստ գործս դերած մերոց ուղի հարայմես Տեր եւ գործս դերած մերոց հաջողյամես Փարքոր եւ Օրթվոյ Սրբո այժմ եւ միշտ Ավիտյանս հավիտենից ամեն Դու ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործել չի քո ամենայն ժամ իչար խորհրդոցի բանից եւ գործոց բրգազիս եւ ողորմիակ խորարածոց եւ ինձ բազմամեղից ամեն Ուրեմն նկատեցինք այս օրերի ընթացքում բոլոր խայտարակությունները որ ես փորձեցի Ամենայն դեպս գրեթե բոլորը տարածել այն ձայնագրությունները, գաղտնալսումները, որոնք փաստորեն հայտնվեցին համացանցում եւ շատ լայն տարածում գտան, ապացուցեցին այն ամենը, ինչի մասին որ խոսվել է այս հարթակից նաեւ։ Ես բազմիցս եմ ասել այն մասին, որ մեր խնդիրը հիմնականում կատարվում է ուրեմն այս կեղծիքի բերումով։ Այսինքն մեր խնդիրը կեղծիքն է Այդ սատանայի տունը կեղծիքն է։ Հենց ինքն կեղծիքը դա արդեն իրենից ներկայացնում է սատանայի տունը։ Եվ երբ որ ասում են պիտի քանդենք սատանայի տունը, սա պայքար է կեղծիքի դեմ։ Եվ երբ որ տեսնում ես, որ ամբողջը մեր շուրջը ինչ որ կա չկա, բաղկացած է կեղծիքից, արդեն ոնց որ ասած անզեն աչքով կարող ես հետևություններ անել, որ մենք ապրում ենք այսօր շուրտված աշխարհում։ Մարդիկ ինչ ձևի մտածելակերպ ունեն, ինչ ձևի արժեքներով են առաջնորդվում Իրենց անձնական, ես հասկանում եմ, որ արժե համակարգ ամբողջովին այլասերվել եւ խեղվել է։ Բայց գիտեք, սիրելի ժողովուրդ, ես ինձ համար այսօր մի բան հայտնաբերեցի։ Ինքս ինձ համար դա իմ անձնականն է, բայց կուզեմ ձեզ հետ կիսվել իհարկե։ Ես երկար տարիներ բացակայել եմ Հայաստանից, չեմ ապրում Հայաստանում եւ ձեզ ասեմ, արդեն 26-րդ տարին է։ Լրացել, որ ես Հայաստանից գնացել եմ, բայց այս 26 տարիների ընթացքում ես նկատել եմ մի սերունդ փոխվեց, իմ գնալուց հետո Հայաստանից, որ շատ են մարդիկ փչացել։ Որտեւ ես նախկինում չէի կարող պատկերացնել, որ այսպիսի բաներ պիտի խոսվի եւ հասկանում են, չէ, այդ մարդիկ, որ համացանցում հայտնվում են այդ իրենց խոսակցությունները։ Եվ այդքան ուրեմն նրանք թքած ունեն ամեն ինչի վրա, նույնիսկ այդ բանի վրա թքած ունեն, որ կբացահայտվի, այստեղից դա բարձ հետևություն է, որովհետև այն ինչ որ լսում ես, ուղղակի չես հավատում լսածիդ։ Մտածում ես, արդյոք դա ես ճիշտ լսեցի, թե սխալվեցի, եւ երկրորդ անգամ եմ լսում, երրորդ անգամ ինքս ինձ համար համոզվելու։ Օրինակ ասում ես շամպանսկի բերենք այնտեղ, պիտի գանք ծափ տանք հրապարակում, Ղարաբաղցիներն են խոսում։ Ղարաբաղցիներն են խոսում, որոնք եկել են Ղարաբաղից Հայաստան, անընդհատ ուզում են Հայաստանի ժողովրդին երեսով տալ, անընդհատ ուզում են Հայաստանի ժողովրդին ինչ-որ պիտակ փակցնել, թե հայաստանցիները արուն են հեղել Արցախի ազատամարտերում եւ զոհերը տվել են հիմնականում հայաստանցիները, եկեք ճիշտ խոսենք։ Այո, սփյուռքահայությունները եկել մասնակցել են, մանավանդ առաջին ազատամարտում, բայց արցախցիներից որ տոկոսն է գնացել պայքարել եւ որ տոկոսն է զոհվել եւ ես ուզում եմ տեսնել թե որ տոկոսն է զոհվել հայաստանցիների եւ մյուս ուրեմն այն զինվորների ովքեր սփյուռքահայությանն են ներկայացրել բայց ես մարդիկ այսօր եկել նստել են Հայաստանի մեջ եւ ասում են գանք ծափ տանք դրա համար փող են ուզում փող պիտի ֆռա թե չպիտի ֆռա այսինքն ես ինձ բաներ եմ լսում ես ասում եմ ինձ համար եմ դա հայտնաբերում որտեվ ես նույնիսկ ինքս չեմ կարող այդ աստիճանը պատկերացնել թե որքան մարդը կարող է լինել փչացած ես շատ բան եմ տեսել կյանքում սիրելի ժողովուրդ կյանքի փորձ ունեմ
Մեկ գիտեք ինչեր եմ կարդում, գրում են ինձ քյոփակ են գրում։ Ես ինքս ծիծաղում եմ դրա վրա, որովհետև այդ տարիքի դեռ չեմ, որ ինձ անբանեք նման բաներով, եւ բայց բոլոր դեպքերում ես կարող եմ վկայություններ տալ կյանքի փորձից, որ շատ բան եմ տեսել, բայց ես նորից զարմանում եմ շատ բաների վրա։ Այսինքն նույնիսկ իմ մտքով չի կարող անցնել եւ չեմ իմ պատկերացումներից դուրս է, որ այ մարդը ի վիճակի է ուրեմն լինել այդքան ցածրամակարդակ, այդքան անբարո լինել, ամեն ինչում։ Վերջին ստահակը լինել։ Որտեւ եթե նա գալիս է փողով եւ այնտեղ ուղակի թատրոն է սարքում, հա, հրապարակներում, փողոցներում, ապա մենք ինչի մասին ենք խոսում։ Եվ այս բոլորին շատ լավ քաջա ծանոթ է եւ քաջա տեղյակ է Կտրիշ Ներսիսյան Սրիկան։ Ինքը լավ գիտի, չէ՞, բոլոր ձևերը, այդ աֆերիստությունները։ Եվ նա խորանը, որտեղ որ պիտի աղոտ քնչի, որտեղ որ պիտի երկյուղով մատուցվի սուրբ եւ անմաղ պատարակ, այնտեղից հայոյախառն բառեր է օգտագործում, նախադասություններ է շարում, իշխանությունների հասցեագրված։ Հիմնվելով կեղծ ինֆորմացիայի վրա, այսինքն փաստեր չկան, ինֆորմացիա է։ Եվ ինքը իմանալով, որ այս ինչ որ արվում է այսօր, այս բոլոր պայքար կոչվածը կեղծիք է, ուրիշ բան չէ։ Կեղծիք է։ Այ որտեղ է խնդիրը, բուն խնդիրը այստեղ է, մինչև չհասկանա մեր ժողովուրդը արմատը չարի որն է, նա չի կարող ապագան իր կերտել, չի կարող։ Որովհետև այդ աստիճանի կեղծիքը ոչ մեկին պատիվ չի բերում։ Դուք հասկանում եք, նույնիսկ այն առողջ զանգվածին պատիվ չի բերում։ Որովհետև այսպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ մարդը ընդունակ է փողի դիմաց գնալ հրապարակում կեղծիկով զբաղվել։ Սա հայհոյանք է Աստծո նկատմամբ։ Սա արհամարանք է մարդ հարարացի նկատմամբ, արարչագործության նկատմամբ, սա հանցանք է։ Որովհետև ինչպես կարող ենք դաստիարակել մենք մեր զավակներին, օրինակ լինել նրանց, եթե մեր ամեն արածը, ամեն ասածը սուտ է։ Ամեն մեր ասածը, ամեն մեր արածը կեղծիկ է։ Հետո մենք զարմանում ենք, որ ավելի հրաշավոր սերունդ է մեծանում, ավելի զզվելի սերունդ է մեծանում, ավելի երիտասարդություն ավելի դառնում է հավրգած, հա, ես ճիշտ բառն եմ օգտագործում։ Այդ դրանից է, որովհետև մենք մեզ թույլ ենք տալիս ավելորդություններ։ Եթե հրապարակում մեկը հայտնվում է այսօր փողով, իմանալով, որ սուտ է դա, ինքը գաղափարները չի կիսում Սամվել Կարապետյան, ինքը Ռոբերտ Քոչարյանի գաղափարները չի կիսում, ինքը ուզում է Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը գա իշխանության, որ իր գործերը լավ լինի, որ ինքը կարողանա փալան անել, պաշտոն ունենալ, խարդախություններ անել, լավ ապրուստ ունենալ։ Դրա համար է ուզածը, դրա համար։ Ոչ թե Հայաստանի, ինչպես իրանք այնտեղից խոսում են ամբիոնից, ոչ թե հայրենիքի, ոչ թե ինչ որ ուրիշ նպատակ են, բացարձակապես դա չկա։ Իսպարտ գոյություն դա չունի, դա բացակայում է իրենց մեջ։ Նրանց ուզածը մենակ մի բանն է, իրենց անձնական հարցի լուծումը։ Եվ այս ընդդիմությունը, որ հատիկ ամեն մեկին վերցնես, եւ այդ իրենց հավաքագրած թայֆաները, շրջանակներ կոչվածը, որ վերցնես, ովքեր են մասնակիցները իրենց հավաքներին, հենց այդ մարդիկն են, որոնք ունեն զուտ իրենց անձնական նեղ շահը, դա նյութական շահն է հիմնականում, եւ իհարկե մի որոշ տոկոս կա, որ ակնկալիք ունի, որ պաշտոն եւ այլն պիտի ունենա, եթե ավելի շատ մոտ է կանգնած։ Այնով որ գալիս է վարձու, այսպես ասած, քանակագլուխ, չգիտեմ ինչ ասեմ, մատերիալ, ճիշտ անվանումը ցույցի մատերիալ։ Այդ ցույցի մատերիալները այսօր փողի դիմաց անփարոյականություն անելով պղծում են իրենց զավակների եւ իրենց թորների հոգիները։ Հետո իրենց անձնական կյանքում դժբախտություն պիտի ունենան, որտեղ իրենց զավակները եւ թորները իրենց չեն հարգելու, որքան իրենց յուղ ու մեղրի մեջ լողացնեն, թքելու են իրենց երեսին, որտեղ դրանք հասկանալու են, որ այդ մարդիկ իրենց ծնողները հարամ ձևով են այդ փողը աշխատել, այսինքն ոչ թե նույնիսկ պետությունն է խապել, հարկերից է խուսափել, ճարպիկություն է արել, ինչ որ գործ է արել մի քիչ ոչ օրինական, փողը ոչ զբաղվել է այլասերել է ճշմարտությունը, կեղծիքն է խոսել, հայրենասիրությունը
քողարկել է իր անձնական ներշահիտ ուրեմն բանը փաստորեն փոխարինել է հայրենասիրության գործով խոսքով բառով այստեղ է սարսափելին հիմա ոնց կարող են մարդիկ իրենց հավատալ ոնց կարող են իրենք ասել մենք քաղաքական ուժ ենք սիրելի ժողովուրդ հիմա տեսեք ամեն ինչից կպան հիմա անձնագրից կպան գիտեք ինձ համար այդքան աբսուրդ հնչեց եւ Facebook-ի մեջ տարածվեց որ կարմիր անձնագիր ուրեմն Թուրքիան ունի ապուշներ բայց դուք չգիտեք որ Եվրոմիության իմ անձնագիրն էլ է Եվրոմիության անձնագիրը կարմիր է դուք չգիտեք որ քանի երկրներ Ճապոնիայի անձնագիրը կարմիր է Շվեյցարիայի անձնագիրը կարմիր է այո տոները այդ գույների բաները կարմիրն էլ չէ տարբեր տոնայնության ունի բայց կարմիր է կարմիրը լավ գույն է հաղթանակի գույն է կարմիրը Քրիստոսի արյան գույն է որով մեզ գնել է Տերը երկնքի արքայության համար վատ գույն չէ ձեր սիրելի միջայլոց գործընկերը որ դուք համարում եք ձեր պարտնյորը չգիտեմ բարեկամը մեծ եղբայրը ռուսը նույնը կարմիր անձնագիր ունի բայց պիտի ուրիշ բան կպցնեն փակցնեն նույնիսկ անձնագրի մեջ ինչ գործ ունեք դուք անձնագրի գույնը ինչ ձև է դա էական է որ դրա վրա խոսակցություն բացեք թեման շոշափեք այսինքն դուք սաղ բարերը բարեցիք մենակ անձնագրի գույնից եք հիմա կպրճկվել հա ձեր գույնը կապույտ ավելի է դուր գալիս հա այդ անպետք ձևի շատ անձնագիր անճաշակ անձնագիր որ կար հիմա գեղեցիկ անձնագիր են հանել ես ոչ թե ասում եմ դրա համար որ հիմա հիմիկվա իշխանությամբ այս անձնագիրը մեջտեղ ելա ոչ ես ասում եմ որ որպես մարդ ուղակի զուտ եթե ճաշակ ունես դիտում ես տեսնում ես համեմատում ես ասում ես նախկինում ինչ էր հիմա ինչ է շատ ավելի լավ անձնագիր բայց հարցը թքած ես ունեմ ինչ գույն կլինի ինձ համար դա կարևոր չի ինձ համար գիտեք ինչն է կարևոր այստեղ որ դրա վրա են կպնում դրանից էլ են թեմա բացում դա էլ են ուզում շահարկման առարկա դարձնել գիտեք իրենց համար այդ տարբերությունը շատ է անձնագիր ինչ գույնի կլինի Սամվել Կարապետյան ամեն գույնի անձնագրեր ունի գրպանում ծիածանագույն անձնագրեր ունի հարու տեսակի անձնագիր ունի չգիտեմ տարբեր երկրների քաղաքացիությունն առել ինվեստիցիաներով ստացել է իհարկե նորմերը խախտել է որովհետև երկու անձնագրից ավել չես կարող ունենալ երրորդ անձնագիրը արդեն խնդիր է 4 անձնագիր ունենալ ընդհանրապես նոսս է սա հանցանք է արդեն իրենք պիտի դատեն դրա համար ես ինչ մարդ է որ 1000 երկրների քաղաքացի է ամենտեղ գնում է իր բանը հանում է հա ասում է ես ստեղ եմ արդեն այս օրենքով եմ շարում հետո հիմա ուզում եմ ձեզ ասել սիրելի ժողովուրդ որ հարցը մեկ տեղը մնացել է այս անփարոյականության մեր ժողովրդի այլասերված հոգևոր իմաստով եմ ես դա ասում ես ֆիզիկական մասին չեմ խոսում դեռ սա առանձին թեմա է ես խոսում եմ հոգեպես որքան է փչացած դարձել հայ ժողովուրդը եթե հայ ժողովուրդը գնում է հրապարակում կանգնում է փողով ծափ է տալիս եւ մեկն էլ հերախոսով խոսալոց ասում է շամպանսկի բերենք շամպանսկի խմենք ոնց հալնելու լավա գործերը լինելու եւ այն սա արդեն ինչի մասին է վկայում նրանք հայ պետականության կամ հայ ազգի կամ իրենց հայրենակիցների դարդին են ոչ ուրեմն այս մարդիկ կարող են գալ իշխանության ովքեր որ sense խաբեբայությամբ ժողովուրդը իբր թե հավաքում են իրենց ցույցերի տեղը իհարկե ոչ բայց դա կլիներ գիտեք շատ ցավալի շատ արատավոր երևույթ կլիներ եւ հասարակության համար շատ ամոթալի երևույթ կլիներ եթե իհարկե դրա մեջ խառնված չլիներ եկեղեցի բայց եթե եկեղեցու վերնախավը դրա առաջնորդն է այդ կեղծիքի այդ աֆերիստության այս այլասերության այս անփարոյականության սա արդեն աղետ է սա արդեն անեծք է ազգի համար ողբերգություն որովհետև ապրել ես ձևի անփարոյական մթնոլորտի մեջ հրավիրում եմ ցանկացածին այստեղ բանավեճի ցանկացած ստահակի եմ հրավիրում եթե դուք ունեք ձեր փաստերը բայց դուք ոչ մեկը ձեր փաստերը չեք կարող երբևիցե ունենալ քանի որ
ձեր փաստը միակն է, ձեր գրպանի մեջ փող ասում է 20,000 ասում է դրամ էլ չունեմ, գրպանումս գոնե փող մող լինի։ Հա ասում է բենզինի, սիգարետի հարցը կլուծվի։ Տեսեք ինչից են խոսում։ Սա է ընդդիմությունը։ Մի երկիր ցույց տվեք, որտեղ ընդդիմությունը հետաքրքրված լինի այս միջոցներով ֆինանսական, իրենց օրվա հացի, չգիտեմ, իրենց սիգարետի, գրպանի փողի եւ այլն։ Սա ինչ է, սա ընդդիմություն չէ։ Ուրեմն այդ կուսակցությունները ֆեյք կուսակցություններ են, չէ՞։ Ուրեմն նրանք կեղծիկով են զբաղվում։ Նրանք հետևորդ չունեն։ Նրանց չեն հետևում մարդիկ։ Որտեղ եթե կուսակցություն է գրանցված, բայց կուսակցությունը չի կարող հանրահավաք հրավիրել եւ մարդ չունի, եւ ստիպված է մեկին փողով բերել, մյուսին սիգարետով, մյուսին չգիտեմ, խորոված ուտացնելով շամպանիա խմացնելով, բերում է ցույցը, ծիծաղելի է, հասկանում եք, լավ ռուսական խոսք ասում է «սմեխ գրիխ», այս այ։ Ոնց կարող է տենց բան լինել, ոնց։ Ոչ մի պետության մեջ չի կարող նման ընդդիմություն ընդհանրապես ոչ մենակ կոչել, գոյություն չի կարող ունենալ, ուղղակի չի կարող։ Այդ ընդդիմությունը չի կարող լինել fake որպես ընդդիմություն։ Կարող է լինել, ասենք, ռադիկալ հայացքներով, կարող է մարդիկ, ասենք, խնդիրներ առաջացնեն, բայց իրենց գաղափարներից, իրենց համոզումներից ելնելով, որ դրանք ուզում են կամ իրենց տեսլական ճիշտ հակառակն է գործող իշխանությունների պետությունը ոնց պետք է դասավորել, կարգել, բարգել։ Սա հասկանալի է, ցանկացած պետության մեջ նման բաներ կարող են տեղի ունենալ, նման զարգացումներ, բայց որ ծերից ծեր, ինչպես որ սիրում էր այս Բագրատ սատանան, հա, այդ Բիչինան։ Որտեղ նա կեղծ հոգևորական, այս տեղից է գայիս, քանի որ դրանք կեղծիկով են հոգևորական իրենց կոչել, ասուն չհավատալով, Աստվածասունչը բանատեղ չդնելով, ոչ մի բանը իրենց համար գոյություն չունի։ Հարության հրաշափար այս տոնը իրենց համար դա պարաբան է, այսինքն հարությանը չհավատալով իրականության մեջ։ Դրա համար իրենց համար ընդունելի են նման միջոցներ, որ արյուն հեղեն կամ փողով մողով դասավորեն գործ աթոռները, ուրեմն զավթեն իշխանությունը։ Այդ դրա համար ուրեմն կրկնում եմ Հայաստանում չկան ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, չկան։ Որտեղ եթե լինեին, ապա նրանք պիտի ցույց տային իրենց գտնվելը այս կամ այն միջոցառմանը։ Այս հրապարակները փողով հավաքվում են մարդիկ կամ ստիպում են նրանց կամ Կտրիչ Ներսիսյանը ուղարկում է հոգևորականներ, այսինքն չկա մեկ հոգի, որը գնացել է այնտեղ կամ գնում է այդ ցույցերի կամ գնում է իրենց միջոցառումներին, հավատալով կամ համոզված լինելով դրանց ծրագրերի մեջ եւ այլն եւ այլն։ Դավանելով այդ տվյալ կուսակցության, ասենք դավանանքը գաղափարները։ Չկա նման մեկը։ Սրանից պարզ հետևություն, որ այդ մարդիկ ցանկացած միջոցառմանը, ցանկացած մեկի հրավիրած հավաքին, նրանք պատրաստ են ունենալ այդ մասնակցությունը մենակ դրա համար, որտեղ որ պիտի վճարեն։ Եթե վճարեն, հիմա ավելի շատ վճարես ասես մեկացեք ձեր հետույքը ցույց տվեք հրապարակում, դա էլ պիտի անեն։ Դա էլ պիտի անեն։ Ավելի շատ փող տաս ասես գնաք ծնողներին ձեր վաճառեք կամ ձեր կանանց ստրկությանը վաճառեք։ Թուրքիա, չգիտեմ, Ադրբեջան, տղամարդկանց նվեր, դա էլ պիտի անեն։ Այսինքն վերջանում են բոլոր բարոյական նորմերը այստեղ։ Ես ձեզ ասում եմ պարզ, եթե քաղաքական գործիչը, հա, ճակերտավոր, ես ասում եմ, նրանք քաղաքական գործիչներ չեն։ Նրանք պոլի շորել չեն։ Որտեղ պոլի շորը գոնե մի նպատակի ծառայում է, հա, տրյապկեն, որ վերցնում ես ձեռքը կեղտոտ ասենք հատակը կամ սեղանը մաքրում ես։ Բայց նրանք դա չեն, ավելի անպետք են, քան այդ պոլի շորը, որովհետև դրանք եկել են հրապարակ փող են առել, դրանից հետո գնում են այդ հրապարակից իրենց այդ գրպանում փող, նրանք մարդ են իրենց զգում։ Կարծում են, որ դրանք լավ բան են արել։ Այ որտեղ է ծնում իրական դավաճանությունը։ Ինչի՞ չեք տեսնում, որ դրանք պետական հանցագործներ են։ Այդ դրա համար պետք է դատել մարդկանց։ Դրա համար պետք է նրանք պատիժ կրեն, ամենախիստ ձևով ես այդ մարդկանց բոլորին մեկ առ մեկ կհավաքեի, կբանտարկեի, կդատեի։ Որտեղ դաս պիտի լինի, սա բարոյական դաս պիտի լինի մարդկանց։
Այդ ինչին հավատա այս ժողովուրդը։ Երբևիցե դուք հասկանում եք կյանքում մարդը կարող է դրանից հետո հավատալ նախընտրական քարոզարշավին, նախընտրական պայքարին, չես կարող հավատալ։ Ոնց կարող ես հավատալ, որ այդ ամբողջ խոսակցությունը համացանցում տարածվում է, որ մեկը չկա դրանցից, որ անկեղծ լինի, որ մեկը չկա դրանցից, որը խոսա մի բան, բայց իրականության մեջ լրիվ այլ բան անի։ Ուրեմն ինչպես են իրենց գործողությունները։ Այսօր ես կարող եմ անվանել մեկ բան, դա դավաճանություն է, հակապետական գործառույթներ են, որոնք նրանք իրականացնում են քաղաքական ընդդիմության քողի ներքո։ Նրանք քաղաքական ընդդիմություն չեն։ Այդ նույնը, որ բանտերում մարդիկ այսօր կան նստած, իրենց բոլորին տակ հնարավորություն, այնտեղից քաղաքական թեզեր քաշեն եւ ասեն մենք ընդդիմություն ենք։ Դրա համար բանտերում նստած ենք այստեղ։ Մարդը մարդուն սպանել է կամ մարդը մարդուն թալանել է, դրա համար բանտում հայտնվել է եւ բանտի մեջ այսօր ուրեմն նայ ուրեմն իրավունք ունի նստի, ասի որ գիտեք ինչ ես էլ ընդդիմություն պիտի խաղամ, ես էլ պիտի քաղաքական գործիչ դառնամ այնտեղ բանտից մեջ։ Տեսեք Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ Ասում է բան կալանքի տակ էլ ես կարող եմ երկրի վարչապետ դառնալ, հաղթել ընտրություններում։ Սա խելագար մարդու ասած չէ։ Սա մի կողմից իհարկե ոչ հմուտ կամ ոչ վերլուծական, այսպես սկզբունքներից ելնելով, ասենք, մակերեսորեն, հա, թեթև սոլիկ մտածելակերպ ունեցող մարդը կարող է նման բան հասկանալ, որ մարդը գիժ է, էլի, որ sense բան ասում է, գիժ անորմալ է։ Հա, որտեղ նորմալ մարդը sense բան չի կարող ասել։ Բայց ոչ, սա գժություն չէ։ Սա գիտեք ինչ աստիճանի լկտիություն է եւ սատանայություն։ Նա սատանա է, եթե նա նստել է տանկալանքի տակ եւ ասում է ես պիտի հաղթեմ ընտրություններում, ուրեմն ինչի տեղա դրել դա ձեզ։ Հայ հասարակությանը նա պոլիշորի չափել ուրեմն չի գնահատում, այսինքն ինքը թքած ունի մարդկանց վրա։ Ինքը մարդատիաց է, ինքը ատում է մարդկանց։ Ես չգիտեմ պատճառը։ Դա այդ հոգեբանները արդեն պիտի աշխատեն, որ իր գլխի մեջ տեսնան ինչա կատարվում։ Ինչի այդքան ինքը հայությունը ատում։ Ինչի է ինքը այդքան ատում Հայաստանը։ Ինչի է ատում։ Ինչն է պատճառը։ Գուցե պատճառներ կան։ Այդ հոգեբաններին արդեն պետք է հարցը ուղղել եւ սպասել։ Ես կարող եմ վերլուծել, բայց ես չեմ ուզում դա անել։ Ես չեմ ուզում դա անել։ Ես ուզում եմ այստեղից դիմել հոգեբաններին, թող զբաղվեն իրանով։ Որտեղ այդ մարդը կարիք ունի օգնության։ Շատ լուրջ։ Եվ սրանից հետո, եթե մեկը Հայաստանի մեջ կասկածի եւ ասի, որ Նիկոլ Փաշինյանը չէ, կամ քաղաքացիական պայմանագիրը չէ, ուրիշ մեկը ինչ որ պիտի բանանի, ես պիտի ասեմ, որ ուղղակի այս մարդը փող է առել, կամ ինքը անփարոյական է, այլ բան չկա, կամ փող առել, կամ անփարոյական է, որտեվ չեզոք մարդը, որը չի առել փող եւ անփարոյական չի, ակնհայտ է, որ տեսնա, որ դա է, ուրիշ չկա, ախր չկա, էլի, դուք հասկանում եք, որ չկա, որտեվ այս բոլորը մենք տեսնում ենք ինչա կատարվում։ Եվ եթե նախկինում իհարկե, երբ որ իրանք իշխանություն են եւ վերարտադրվում են ամեն անգամ, հատուկ ծառայությունները իրանք վերահսկողության տակ էին եւ այդ լսումները մենք չենք կարող ունենալ։ Հետո համացանց չկար այն ժամանակ, այդպիսի բանը չկար։ Այս միջոցները, հա։ Այսօր բաց է այս հարթակները եւ քանի որ տվյալ իշխանությունը, որոնց դեմ են պայքարում, ներկայից քաղաքական ընդդիմության, իսկ իրականում կեղծիք տարածողներ, սադանայություն գործողներ, պորնիկի բալաները, հա, հոգեկան խանգարումներով, չգիտեմ, ապրումներով, դրանցից ուրեմն չգիտեմ, ինչ դարձած, չգիտեմ ինչն էր իրենց այդքան մաղթ որտեղից իրենց, ինչ են իրենց արել, չեմ հասկանում, բայց ուզում եմ մինչև վերջ հասկանալ, այսինքն որոշ ենթադրություններ ունեմ, չեմ ուզում այստեղից ուղղակի ասել։ Քրիստոսը Աստծո միածին որդին է, որը հարություն առավ։ Տեսեք, օրեր առաջ դες ասեցի այստեղից, Ապուշը վերականում, պատգամավորը,
որ առաջ քպայականներ հետո քպայականներից դուրս եկավ դրանց դեմ սկսեց գործել, հիմա էլ անցել ուրեմն ընդդիմության շարքերը։ Ինչ ասեց։ Ասեց չեմ հավատում, ոչ մենակ չեմ հավատում, ծաղրեց, անարգեց, ասեց Զատիկին Հարությանը չեմ հավատում, քարոզվեց, Սադանայի քարոզվեց։ Դուք հասկանում եք սրանք ինչ են։ Եկեղեցին այս տականքները արձագանքեցին այդ բաներին, ոչ։ Ինչի չեն արձագանքել։ Հարց տվեք իրենց։ Ինչի լուր մնացին։ Ինչի գերագույն հոգևոր խորհրդի նիստ չկատարվեց։ Ինչի ոչ մի հայտարարություն այդ իրենց խոսնակը չխոսեց Եսային, այդ կանցագող ստահակը։ Ինչի չարեցին։ Դուք հասկանում եք որքան են այլասերել ամեն ինչ, չացրել, եղտոտել։ Եվ սա կրկնում եմ վտանգավոր է։ Վտանգավոր է, որտեղ մարդկանց մեջ վստահություն այլևս ոչ մի բանի նկատմամբ չի կարող լինել։ Չի կարող լինել։ Եթե ընդդիմություն չկա պետության մեջ, եթե պետությունը տեսնում է, որ ընդդիմություն չեն, այդ մարդիկ ովքեր իրենց ասում են, որ մենք ընդդիմություն ենք, թշնամի են, հայ ժողովրդի, Հայաստանի, հայոց ինքնիշխան պետականության, անկախության թշնամիներ են, ծախու արարածներ, որոնք Ռուսաստանի համար են ամեն ինչ անում։ Բայց ոչ թե դրա համար, որ մեծ սիրուց են դա անում Ռուսաստանի համար, ոչ, իրենց գրպանի համար են պատրաստ Ռուսաստանին ծառայել։ Եվ ցանկացած մեկին, հենա լսեցինք Սամվել Կարապետյանը փյարշիկա բերել ջհուդ։ Խնդրեմ, ինչ ասես։ Այսինքն այս մարդիկ, որոնք փորձում են հանրությանը ասել կամ ապացուցել, որ դրանք պայքարում են Հայաստանում վերականգնել ինչ-որ մի բան, որը իրենց կարծիքով խեղվել է, հայրենասիրությունը, չգիտեմ, կորցրած Արցախը վերականգնել, հետ բերել, չգիտեմ, ծովից ծով Հայաստանը գնալ գրավել եւ այլն։ Այնպես որ սա են ձեզ համոզում ասում, եւ դա բոլորը իրենց համար, դա ուղղակի լոկ խոսքեր, իրականության մեջ դա ապուշություն է, աբսուրդ։ Իրանք լավ գիտեն, որ դա հիմարություն է դուրս տալիս, որ նպատակը այլ է, նպատակը փող աշխատելն է, ալանթալան անելն է։ Դրա համար միջակ կա, ռուսին հանձնենք, ու վсё, մենք ազատ ենք, ինչ ուզես պիտի անենք։ Մի կյանք ունենք, ոնց որ այն ֆիլմի մեջ ասում է, Գերխանի ասում է, ինչ ուզում ես արա, ցարին հեսա կտանենք, ասում է, այդ բանը, պատերազմը կհաղթենք։ Հիշում եք այդ ֆիլմը։ Հանքերս կծախեմ, հետո ամեն ինչ ասում է թքած ինձնից հետո ջրհերթող լինի։ Հիմա նույն հոգեբանությամբ, նույն ամեն ինչով այս մարդիկ, ովքեր իրենց կոչում են քաղաքական ընդդիմություն, եւ չեն ամանչում, երեսները իրենք պադոշ են սարքել։ Ամառ են պադոշ սարքել երեսը։ Կանգնում են ասում են, որ թքեք մեր երեսին։ Մեկը մեզ դա չի հուզում, բացարձակապես։ Բաշիրի, չգիտեմ, մյուսի երեսները, որ նայում ես, այս դոդիգագոն, այս ինչ մարդիկ են դրանք։ Դուք Հայաստանի համար ինչ եք արել, ամեն մեկը առանձին վերցած։ Դուք Հայաստանի թշնամիներ եք, վնաս եք տվել, Հայաստանի եւ հայ ժողովրդի, աչքի փուրշն եք, աչքի գրովն եք։ Ինչի պիտի ստիպված լինի երկրի վարչապետը ասի, Պիպոն ասում է, կամ բանը, չգիտեմ ինչ որ կակային, չգիտեմ, կամ Նեմեց Ռուբոն։ Այսինքն տեսեք, ինչ ֆիգուրներ են։ Այս ինչ երկիր է եղել։ Դուք հասկանում եք ինչ են սարքել։ Դուք հասկանում եք, որ Հայաստանը նրանք դիտել են որպես կամեր, բանտախոց։ Որտեղ պանյատներով, այսինքն իրենց գողական, իրենց այդ բանտախցի մեջի գործող, մատրիաշի, չգիտեմ, նույն բանն է։ Այս այսինքն Սերժը Քոչարյանը, այդ բոլորի հիմքը Լևոնն է դրել, մատրիաշիներ են եղել։ Այդ բանտախցի մեջ ժողովուրդն էլ բանտարկյալ էր այնտեղ են, որոնք ճշված են եղել միշտ։ Այս կամերի պայմաններում ուզում են ապրեցնել հայությունը։ Եվ քանի որ այս կամերը դուռը բացվեց, եւ այդ ժողովուրդը դուրս եկավ 18 թվականից այս կամերից,
ու սկսեց ազատ շնչել, ազատ արտաշնչել, ու սկսեց պետություն կառուցել, կորցրել է իրենց։ Ոնց կնի այդ կամերից ժողովուրդը բա դուրս է եկել, բա այդ մարդկանց կորցրել ենք մենք։ Վերահսկողությունը կորցրել ենք։ Բա այդ մատերիալն էր մեզ պետք։ Հիմա իրենց համար ամբողջ ազգն էր մատերիալ։ Սփյուռքահայությունը կթելու մատերիալ։ Հայաստանում այդ ռամիկը, այն մատերիալը, որ պիտի նրանք ինչ ուզես անեն, հետո ուզենային դուրս գցեն, որ երկրից ստիպված լինես գնաս, այդ ձևի շան պայմաններ ստեղծել են կյանքի համար։ Բայց նաև ունեն ցույցի մատերիալ, որը բերում են փողի դիմաց, աշխատացնում են, այդ ցույցի մատերիալով իրենց կոչվում են քաղաքական կուսակցություններ։ Նրանք էլ քաղաքական առաջնորդներ են, գործիչներ են, հա, բայց իրականում հետևորդ չունեն։ Ես կուսակցություն չունեմ գրանցված, ոչ մի բան, հա։ Կուսակցական չեմ, նախ հոգևորական է, հարցը այստեղ չի, բայց ես ինչի համար այդ օրինակը բերեցի, բայց հազարավոր հետևորդներ ունեմ։ Ուրեմն իմ խոսքը ավելի այսօր ազդեցիկ է Հայաստանի մեջ դուրս է գալիս, քանզի այդ կուսակցություններ ունեցողների, որոնք իրականության մեջ ոչ մի կուսակցություններ չեն։ Ես առանց փողի եմ խոսում, առանց փողի մարդիկ ինձ լսում են, ոչ մեկին ես չեմ առնում, նրանք էլ ինձ չեն տալիս ոչ մի բան։ Եվ մեր մեջ կապ կա։ Եվ ուրեմն այստեղից նաև ազդեցություն կա։ Իսկ այդ մարդիկ փողով են բերում, որպեսզի նրանց լսեն ու ծափ տան իրենց։ Ես ոչ մեկին լայքերի համար փող չեմ տալիս։ Իրենք ծափերի համար բերում են շամպանսկի փող են խմացնում, շամպանսկի փող են տալիս, չգիտեմ, պիցային բաժանում մյուսը։ Սա ասում եմ մեծագույն ողբերգություն է, մեծագույն սիրելի ժողովուրդ, որովհետև այդ նույն մարդիկ վերջի վերջը ունեն երեխաներ, թորնիկ, մեղավոր չեն իրենց թորնիկները փոքր, հա, կամ եթե որոնք երիտասարդ են իրենց երեխաները փոքր նորից, նրանք մեղավոր չեն, որ ծնողները աղբամանի ապրանք են։ Ես իրենց կմեղկանամ։ Բայց վաղը իմացեք բոլորը ստահակներ, այդ նույն երեխաներից, նույն թորնիկներից դուք թուքումուր եք ուտելու։ Նրանք ձեզ ոչ կսիրեն, ոչ էլ կհարգեն, ոչ էլ ձեզ կճանաչեն։ Որտեղ նրանք ամեն ինչը կհասկանան ու կտեսնան ով եք դուք։ Ձեր արածները։ Ես ասեցի այսօր այդպես ամիջական խոսեմ, ուղղակի ապշելու բան է։ Ես պատկերացնում եմ, որ այս բոլորը կա, այդ խնդիրները կան, այո, կա շատ, բայց որ սա համատարած ու շատ նորմալ, շատ հանգիստ, ոնց որ ասես սովորական բան է իրենց համար։ Այսինքն նույն մարդը կգնա տարբեր այդ կուսակցությունների, նույն մարդիկ կմասնակցեն տարբեր այդ միջոցառումներին։ Եվ կստացվի, որ այնտեղ մասնակցելին, այստեղ մասնակցեն, բայց իրականության մեջ այդ նույն ցույցի մատերիալը կլինի փողով։ Որոնք դասավորում են, ասում են, գաստուր, չգիտեմ ինչ արա, այս շենքի վրա ազդի, այն շենքի վրա ազդի, մյուս շենքի վրա ազդի, այնտեղից տղաներ հավաքի, չգիտեմ ինչ։ Տեսեք, սա ինչ ժամանակի մեջ ենք ապրում։ 21-րդ դարում մենք խոսում ենք ժողովրդավարական երկրի մեջ քաղաքական գործառույթների մասին, որոնք իբրև թե հարուցում է ընդդիմությունը։ Իրականության մեջ ինչ է սա, ոնց կարելի է դա կոչել։ Սադանայություն, մեկ բառով, ուրիշ ոչ մի բան, որովհետև ստեղ ոչ մի բան չի մնում, ոչ մարդկային բան կա, հոտ է գալիս դրանցից, մարդու հոտ չի գալիս, ոչ բարոյականություն կա, ոչ որևէ արժեք, գաղափար, հայացք, ոչ մի բան չկա, աբսոլյուտնը, ոնց որ ասա, թքած ունեն ամեն ինչի վրա, թքած։ Այստեղ է, որ դուք բոլորը պիտի խնդիր ունենաք այս վիճակի հետ, որտեղ այս վիճակը անդրադառնում է բոլորի վրա։ Անկախ դրանից, թե դուք առողջ զանգվածի մաս եք կազմում, թե ոչ։ Եթե դուք առողջ զանգվածի մաս եք կազմում, դա չի նշանակում, որ դա ձեզ չի վերաբերվում։ Որտեղ նույն մարդիկ ձեր կողքն են ապրում, ձեր շենքի հարևաններն են, չգիտեմ, ձեր բարեկամների ծանոթներն են, ձեր մտերիմների հետ ինչ որ կապ ունեն, շփում ունեն, աստվածոչանի, քավոր սանիկ, չգիտեմ, տարբեր այսպես հարաբերություններ ունեն։ Դա խայտառակություն է։ Խայտառակություն է։ Եվ քանի որ մեր եկեղեցին
պղծված է, քանի որ եկեղեցական դասի ներկայացուցիչներին հետ չի հետաքրքրում, չի հուզում այս մթնոլորտը, եթե հուզեր, նրանք պիտի սարսափեին դրանից, որտեղ չեն հասկանում մենակ, թե այս մարդիկ ինչ է, հոգիներն են կործանում, նրանք ուղղակի ուղիղ շիտակ ճանապարհով դեպի տանջանքներն են գնալու, դեպի դժոխքը, որտեղ խեղել ճշմարտությունը այդ աստիճանի եւ ազդել այդ մտաղ սերունդի հոգեբարոյական դաստիարակչության կամ ինչ որ իրենց համար հայացքների, գաղափարների, արժեքների ինչ որ այս բաների համար, որ իրանք ապագայում ունենան ինչ որ մի սրբություն կյանքում, ինչ որ մի չափանիշ։ Սա արդեն պատասխան են տալիս ոչ մենակ իրենց համար, նաև նրանց համար, որ դրանք խորտակում են։ Այ որտեղ է խնդիրը։ Եվ ես կրկնում եմ, իրավաբանները եւ հոգեբանները այսօր շատ մեծ աշխատանք ունեն այս ամենը տեսնալու այդ երևույթները։ Եվ լուծումներ պետք է տրվեն ոչ մենակ քաղաքական, այլ նաև պետք է իրավական դաշտի վրա։ Օրենքներ են պետք, անհրաժեշտ են այդ օրենքները մշակել։ Մենք պետք է պաշտպանենք մեր հասարակությունը, մեր ժողովրդին ստից, կեղծիկից, շատ չափերը բոլորը անցել են, բոլորը։ Չի կարելի ուղղակի։ Սա տանելու է կործանման։ Ես ասում եմ, կործանման է սա տանելու։ Ոչ մի առողջ հասարակությունը չի կարող հանդուրժել նման միջավայրը։ Չի կարող հանդուրժել։ Այսինքն, եթե հանդուրժում է, ուրեմն պիտի դուք ձեզ հաստատեք, ինչ-որ մի բան ըստեղ ինչի։ Եվ առաջին հերթին այդ հարցը պիտի դուք տաք, իրավապահ համակարգը, որ անպայման պիտի շտկվի, չի կարող, իրավունք չունի։ Մեկը կոչի իրեն քաղաքական գործիչ կամ գրանցի արդարադատության նախարարությունը մի կուսակցություն, որը գոյություն չունի փաստորեն։ Չկան այդ մարդիկ, չկան։ Ուր են այդ կուսակցության հետևորդներ, ուր են, չկան այդ մարդիկ, փողով են այդ մարդիկ, փողով են գալիս։ Կուսակցությունը չի կարողանում մարդ հավաքել։ Այս ինչ կուսակցություն է, եթե կուսակցությունը չի կարողանում հավաք անել եւ հավաքին ներկա գտնվեն այդ կուսակցության գաղափարները կիսողները։ Դուք գիտեք ինչով է տարբերում քաղաքացիական պայմանագիրը մնացյալներից։ Մեկ պատճառ կա, որը ես կարող եմ անվանել սա քաղաքական կուսակցություն։ Եվ սա տրամաբանական է, որովհետև հեղափոխության ծնունդ է, որովհետև ամբողջ հայ ժողովուրդն է մասնակիցը հեղափոխության։ Այդ դրա համար այդ կուսակցությունը արտացոլում է հույզերը ժողովրդին, ինչ որ հուզում է այսօր, ինչ ժողովուրդը փափակ որ ունի այսօր, նա միայն ու միայն կարող է կապել այդ կուսակցական փաստորեն շրջանակների հետ։ Քանի որ այս մարդիկ, ումը որ ես լսում եմ, դրանք մտածում են այնպես, ինչպես որ ես էլ մտածում եմ։ Այսինքն ես մտածում եմ, իրանք խոսում են, բայց իրանք պաշտոնյաներ են, եւ երբ որ խոսում են այն ինչ որ ես մտածում եմ, ուրեմն այստեղից հետևություն եմ անում, որ այս մարդիկ առողջ են մտածում։ Եթե ես պետական պաշտոնյա չեմ, եւ չեմ եղել երբևիցե պետական պաշտոնյա, բայց իմ մտածելակերպն ու իրանց մտածելակերպը համընկնում են ինչ որ տեղում, կամ որ մենք նույն բանի ենք հանգում հասնում, նշանակում է, որ այս մարդիկ իսկապես ճշմարտություն են խոսում, որտեղ ես ճշմարտության հետևորդն եմ, ես հետևում եմ Աստծուն իմ կյանքում, որտեղ Աստվածն է ինձ համար ամեն ինչ թանկ, ոչ մեկ բան այլ կյանքում, առանց Աստծու ես ով եմ, ոչ մի բան, ես Աստծու ծառան եմ, եւ եթե ես Աստծուն չծառայեմ, ինչպես կարող եմ ես ժողովրդին օգտակար լինել, օգտակարը լինում է այն անձը, այն հոգևորականը, այն սպասավորը, որ Աստծու ծառան է, որտեղ Աստծու ծառան է արժանանում, որ իրեն Աստված վստահում է այս կամ այն հոտը հովելու։ Հիմա այս հետևորդները նույնիսկ, եթե Աստված ինձ վստահել է, Աստված ինձ բերել է այս մարդկանց, ուրեմն Աստված ինձնից պահանջում է այդ աշխատանքը, որ ես անցկացնում եմ այստեղից։ Այսքանը սիրելիներ, ես այսօր ուզեցի ձեզ հետ այդ թեմայով խոսել, որտեղ արդեն այսպիսի բաներ երբ որ լսում եմ ու տեսնում եմ ինչ է կատարվում,
Եվ այդ անձնագրի խոսակցությունը արդեն կուլմինացիան եղավ ամեն ինչի։ Ամեն ինչի կուլմինացիան եղավ, որ երբ որ կպան այդ անձնագրի գույնից։ Այսինքն իրենց համար միևնույն է, նյութ լինի, սուտ խոսեն։ Մենակ թե մուրազը փորում չմնա, նպատակը լինի։ Նպատակները ինչն է, քանդել Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետական, ուրեմն անկախ երկիր, այս ամենը քարուքան դանել, հանձնել Ռուսաստանի Դաշնությանը, ժողովրդին դարձնել նորից ռամիկ, բոլոր իրավունքներից զրկել։ Դու գիտեք ինչ է, սոցիալական ցանց առաջին հերթին էլ կտրելու կամ վերահսկողության տակ կպային ամեն մեկի, որ մի կոմենտի կամ մի լայքի համար ձեր ականջից ոստիկանը տանելու է քաղմաս ջարդի այնտեղ։ Լավագույնս, վատագույնս դատի։ Բռնապետություն։ Էս է Ռուսաստանի սահմաններից ներս։ Ավելի գարշելի, ավելի զզվելի, քան նախկինում որ կար, որտեղ այն բարիքն չի լինի, որը որ կար սովետական Հայաստանի ժամանակ։ Այդ չի լինի։ Մենակ վատ բաներն են վերցնելու։ Այն սովետական միությունը, որ ասում ենք, ոչ թե լավ կողմերն են վերցնելու, վատը լավը չի լինի, այդ թող բոլորը հասկանա։ Այսքանը սիրելի ժողովուրդ։ Եվ իհարկե ցավալին է վերջի բանը, որ ուզում եմ ձեզ ասել, ցավալին այն է, որ երկրում մեր այդպես ճակերտավոր տաղանդավոր մարդիկ կան, որոնք այսօր երազում են, Հայաստանում է զոր օրինակ Վիտալի Բալասանյան, հա, եւ ինքը ում մտքերն է արտասանում։ Պարզա, չէ՞։ Այն Ղարաբաղյան կլանի այդ բոլոր մաֆիոզների, այդ շրջանակների մտքերը, որ պետք է վերադառնանք միութենական պետությանը։ Հետով նույն բանը լսում ենք Ռուսաստանից։ Բարձր ամբիոններից նույն թեմաներն են շոշափում։ Հիմա էլ թիրախավորել են, թե վտանգներ է պարունակում մերձեցումը Հայաստանի Եվրոմիության հետ։ Հիմա դա են մեջտեղ բերում։ Բայց վստահ եմ, որ Մակրոնը պիտի գա, Ֆրանսիայի նախագահ Հայաստան, պիտի շատերի աչքն էլ դուրս գա, պետք է շատ ճոխ ընդունելություն լինի եւ շատ ճիշտ է, պետությունը պիտի գումար դրա համար ծախսի, այո։ Սա նորմալ է։ Նորից փորձում են ուրեմն Armenia Today-ը գրելա, որ փող են ծախսելու, բան են անելու։ Ինչ եք ուզում։ Այսքան աչնարարչական, բազուկս բրճական, սուրբ խաչատերունական ինձ է սպաբան, այսում հետև մինչև ավիդյան ամեն։ Բոլորը տարածեք, ձեր գրառումները, ձեր լայքերը կսպասեմ, խաղ գիշեր կհանդիպենք նորից։